Ես եմ դուռը, եթե մեկը իմ միջով մտնի, ներս կփրկվի։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր ընթերցումը Հովհաննեսի ավետարանից է, որտեղ Հիսուս Քրիստոս կրկին անգամ ինքն իրեն է բացահայտում, ասելով ես եմ դուռը։ Ես եմ արտահայտությունը նշանակում է, որ Հիսուս Քրիստոս Աստված է, որովհետև երբ Մովսես մարգարեն Աստծուն հարցնում է իր անունը, Աստված այրվող մորենու միջից ասում է ես եմ։ Եվ նույնը այսօր Հիսուս Քրիստոս Հովհաննեսի ավետարանում ասելով ես եմ, վկայում է այն, որ ինքը Աստված է։ Բայց բացի իր ինքնությունը հայտնելուց մեզ, նա նաև մեզ ցույց է տալիս ճանապարհը դեպի փրկությունը։ Ես եմ դուռը, ով իմ միջով մտնի ներս, կփրկվի։ Ինչու է Հիսուս Քրիստոս ինքն իրեն համեմատում դռան հետ։ Հենց այս գաղափարը բացատրելու համար ինքը Քրիստոս Հովհաննեսի ավետարանում բացատրում է։ Մի զուգահեռ է տանում, ասում է, երբ գառնուկները դուրս են գալիս արածելու, վերադառնում են իրենց փարախը եւ նկարագրում է այս փարախը։ Այն ունի հսկայական պատեր, քարե պատեր եւ ընդամենը մեկ դուռ, եւ եթե որևէ մեկը ցանկանա մտնել փարախ, կարող է մտնել միայն դռան միջոցով, որի առջև կանգնած է դռնապանը։ Հին ժամանակներում կենդանիներ ունենալը նշանակում էր, որ այդ մարդը հարուստ է, եւ բնականաբար, երբ մեկը հարուստ է լինում, շատ մեծ հավանականություն կար, որ նրան պիտի ցանկանային կողոպտել։ Եվ այդ մարդիկ իրենց փարախները կենդանիների կառուցում էին այնպես, որ որևէ մեկը չկարողանա մուտք գործել եւ կողոպտել, բացի նրանից, ում առաջ դռնապանը կբացի դուռը։ Եվ Հիսուս Քրիստոս ասում է ես եմ դուռը, որով դուք կարող եք մտնել դեպի այդ ամրոցը։ Այս ամրոցը, փարախը, բնականաբար, որի մասին Հիսուս Քրիստոս խոսում է, երկնքի արքայությունն է։ Դուռը ինքն Քրիստոսն է եւ ճանապարհը, ինչպես Հիսուս Քրիստոս մեկ այլ տեղ ասում է, կրկին ինքն է։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եթե որևէ մեկը ցանկանում է մտնել փրկության մեջ, մտնել Աստծո արքայություն, պիտի քայլի Քրիստոսի ճանապարհներով, քանզի Քրիստոս է ճանապարհը, եւ պիտի մտնի Քրիստոսի միջոցով դեպի այդ արքայությունը, որովհետեւ Հիսուս Քրիստոսն է դուռը արքայության երկնից։ Այսօր Հիսուս Քրիստոս գալիս է մեզ ասելու, որ եթե դուք ցանկանում եք կյանքում գտնել ամենաապահով տեղը, որտեղից որևէ մեկը ձեզ չի կարողանա գողանալ, ձեր հոգիները չի կարողանա կողոպտել, եթե դուք ցանկանում եք լինել այդ ամենաապահով վայրում, իմ փարախում, երկնքի արքայության մեջ, ապա իմ ճանապարհներով պիտի ընթանաք եւ իմ միջով պիտի մտնեք երկնքի արքայություն։ Թող Աստված մեզ ուժ եւ կարողություն եւ զորություն եւ իմաստություն տա քայլելու Հիսուս Քրիստոսի ճանապարհներով, կատարելու նրա կամքը եւ նրա շնորհիվ եւ նրա միջոցով մտնելու երկնքի արքայություն, ուր եւ ցանկանում է մեզ տեսնել Աստված։